Հիմա 26 թվականին, երբ դուք ասում եք բանը կլինի իշխանափոխություն թե չէ, եթե այս տենդենսը շարունակվի, իսկ այս տենդենսը, ես դրա մասին էի ասում, որ շատ վաղուց վանից այս տենդենսը արդեն արձանագրվում է, այդ Երևան քաղաքի ընտրություններ, մինչև այդ նոյեմբերյան եւ այլը, Ալավերդի, Վանաձոր, այս տենդենսը շարունակվի, շատ հնարավոր է, սա կարող է լինել, եւ մոտավորապես բանն էլ, մեթոդոլոգիան էլ իրար հետ աշխատելու, իրարից անջատ, բայց հետո հանուն մի ավելի կարևոր մեծ գաղափարի այդ բայի իրար հետ աշխատելու, իրար հետ համագործակցելու, նույնիսկ ինչ-որ բաներ կուլ տալով, դա կարող է մոդել լինել այս առումով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը, Վիլեն Գաբրելյանին, որը որ այդպես է ասել, դե գիտեք, ես կարծում եմ իրենց մոտ տենց խոսակցություններ կարող են լինել ամեն դեպքում, ինչ ուզում եք ասեք մի բան է, ինչ են իրենք հրապարակային ասում, այն բանը, ասենց ինքնագող եւ այլը բան, իրանց են օդիոզ առավել եւս այն ֆիգուրները, այն հայտնի մի քանի տենց մի 7-8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան էլի ընդհանրապես, որոնք, այսպես ասենք, այն որ ասում են ստավք են դրել են ու միջևերջ գնում են այնց բան։ Սամուբանի պես են, կամիկաձեի պես են գնում, այդ գնալու տեղ չունեն, այնտեղ կան մարդիկ, որոնք բան են, քիչ ավելի պակաս օդիոզ են, գուցե մի քիչ էլ ավելի ադեկվատ են, եւ այն որ ասում է բանը, այն որ երեկոյան տուն են գնում, իրենց տնեցիների հետ նստում են, մի քիչ էլ հաց են ուտում, կարող է մի բանը խմում են, բան են անում, անկեղծանում են շատ դեպքերում։ Ու ես կարծում եմ, այս մոտավորապես այս տրամադրությունները, որոնք այդ օրը հնչեցվեցին, բնականաբար պատահմամբ, ես կարծում եմ, դա կարա լինի տենց բան։ Ես չեմ կարծում, որ դա եզակի տենց բաներ ալում, եթե իրենց հետ բանը, իրենց մտերիմների խոսակցությունը իմանաք, դուք կիմանաք, որ ընդեղ էլ կան մարդիկ, որտեղ իրենց մտերիմներն էլ իրենց վատ են զգում, որ ասենք իրենց այդ մտերիմները այս թիմի մեջ են, այս թիմի մեջ են, այս առումով։ Ես կարծում եմ կա տրամադրություն, որ իշխանափոխություն պետք է լինի, սոցիոլոգիական նույնիսկ հարցումները, որին մենք կարանք վերաբերվենք, հավատանք, չհավատանք, չգիտեմ, ինչ տոկոս բանով, ինչպես ասում են, հավանականությամբ, բայց այնուամենայնիվ բանը, այդ սոցիոլոգիական հարցումները իրենք տրամադրություններ են ցույց տալիս ավելի շատ, եկեք այսպես խոսենք, ոչ թե 100% շոտ տոկոսներ են ցույց տալի, հիմա ասում են, չէ, Գելլոպը ասաց 22% է լինելու, 36 եղավ, բան, Գելլոպը առաջինը Հայաստանի հասարակությունը միշտ չի որ անկեղծ է, մենք այդպեսի հասարակություն ունենք, արևելյան հասարակությունները այդպես են, Հայաստանինը առավել եւս, այսինքն շարից փորձանքից հեռու, ինչա պետք ասել, այն էլ ասեմ կամ ամենալավ պատասխանը չեմ կողմնորոշվել, չեմ ասում, չգիտեմ, բան եւ այլն, դրա համար մի 70% մենք այդպես բան ենք ունենում, չգիտեմ, չեմ մանում, չեմ որոշե, չեմ ասի, այսինքն 70%։ Ու երկրորդը, ասենք, գելոպ-մելոպները չեն կարա բան անեն, ասենք, վարչական ռեսուրսի, ահռելի վարչական ռեսուրս է օգտագործվել, որովհետև պարզր խաղադրույքները շատ մեծ էր Գյումրիի վրա, Գյումրին սիմվոլ է, ի վերջո 18 թվականի իրենց հեղափոխության սիմվոլն է համարվում, եւ անդիմությունն էր դրա մասին ասում, չէ, որտեղից սկսել են այնտեղ կավարտեն եւ այլն, այսինքն ինքը շատ սկզբունքային լուրջ կռիվ էր գնում հսկայական ռեսուրսներ, վարչական ռեսուրսներ, չգիտեմ, ինչ-որ տարբեր տեխնոլոգիաներով օգտագործելով, տեխնոլոգիայով նկատի ունեմ, տարբեր նոր տեխնոլոգիաներ օգտագործելով շահագրգռելու մարդկանց։ Այսինքն մենք ընտրակաշարք բան հասկանում ենք ինչ է, հասկանում ենք, որ ոնց որ տեսել ենք, 10,000 դրամ տալիս են, ցուցակը կազմում են, հետո կարևորը բանով են, այսպես ասենք, ռաֆով բերելներ։ Հիմա դեք բանի դարում, տեխնոլոգիական դարում, երբ կան կրիպտոներ, օրինակ, երբ կան տարբեր էլեկտրոնային հարթակներ, բանկային համակարգներ, քարտային համակարգներ եւ այլն, շատ մեծ կրեատիվ պետք չի ունենալ,
լավ մասնագետները իրենք կարան հուշեն, էլի, ընդհանրապես, եթե ինչ-որ մեկին ուզում ես շահագրգռես, ոնց կարելի է անել առհասարակ։